Անցնեք պատգամին, խնդրեմ ուշադրություն, իսկապես ուշադրություն եմ խնդրում, որովհետև դուք կարող եք ինչ-որ կարևոր բան կորցնել, հնարավորությունը մի կորցրեք, եկեղեցու հովիվը, տվյալ դեպքում ես, ամենից առաջ պատասխանատու է Աստծո խոսքի համար, որ ուղիղ քարոզվի, Քրիստոսի ուսմունքի համար, որ առանց խաթարելու, առանց ջուր ավելացնելու եւ որևէ բան չավելացնել, անխարդախ կաթին ջուր չավելացնել։ Նկատի ունենալով մի ճշմարտություն, որ ամբողջ գիրքն է Աստվածաշունչ, եւ ամբողջ գիրքը օգտակար է ուսուցանելու, հանդիմանելու, զղջալու, ուղղելու եւ արդարության մեջ խրատելու համար, որ Աստծո մարդ է, այսինքն ես եւ դու կատարյալ լինենք ամեն բարի գործերի համար պատրաստված։ Երկրորդ Տիմոթեոս 3-րդ գլխի 16-17 համարի մեջ է գրված։ Ամբողջ գիրքը։ Ես հասկանում եմ, որ երբեմն ես թեմաներ եմ բերում, թեմաների մասին եմ խոսում, որ կարծես թե շատերը հետարքիր չեն համարում։ Բայց ես հետարքիր եմ համարում Աստվածաշնչի ամեն մի հատվածը։ Ցանկացած հատվածի մասին կարելի է Աստծո մեծությունը եւ Աստծո բարությունը եւ Աստծո խստությունը եւ Աստծո օրհնությունը եւ Աստծո դատաստանը տեսնել։ Այն ամենը ինչի մասին որ մենք պետք է խոսենք։ Ես ինձ մեծ աստվածաբան չեմ համարում, բայց լավ ծանոթ եմ Աստվածաշնչին։ 65 տարի առաջ տարաճանաչության հետ սովորեցի կարդալ Աստվածաշունչ։ Ես ոչ մի բանով չեմ կարող պարծենալ, պարծեցող տղերք։ Հասկանում եք, իրար խելքի կամ իրարից տարբեր խելքի տղերք։ Ես պարծանքի ոչ մի առիթ չունեմ։ Տարաճանաչության հետ Աստվածաշունչ եմ կարդացել։ Սա իմ հայիբն է, իմ մեղքն է, իմ դեսրանով ինչ պարծենամ։ Գրպանումս զենք չեմ ունեցել, որ որևէ մեկին վախցնեմ կամ եւ այլը։ Գրպանումս եղել է փոքր ժամանակին, առանձնահատկություն եմ ունեցել, առանձնաշնորհում եմ ունեցել, փոքրիկ գրպանի ավետարան ունենամ, որով պարծեցել եմ։ Զենքով չեմ վախեցրել։ Ինչ հեղինակություն։ Հա էլի, ինչու ես պարծենում։ Պարծենալու բան չունեմ։ Ընդհանրապես, երբ որ մարդը կանգնում է ուղղակի կամ անուղղակի իր այն հեղինակությունն է հիշում, ես ասում եմ, տղերք ել պետք է հասկանաք, որ դրանից ամաչել է պետք։ Ամեն։ Ամեն, 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 ամեն։ Իրար հասկանում ենք։ Ես ասեցի, այսօրվա այս անմեղ խոսակցությունի ես նենգա փոխեցի, որպեսզի այդ բոլոր հիշածներս մի անգամից ջրի երես բարձրացնեմ։ Ինչով պարծենանք։ Եվ Պողոսն ասում է, նա ով պարծենում է, թող Տիրոջով պարծենա։ Ամեն։ Այնպես որ այդ առումով ես պարծենալու ոչինչ չունեմ։ Ոչ մեկին չեմ ծեծել։ Մեծացը դարձել ես եկամարդ, որը մեկին չես ծեծել, այ քեզ բան։ Իմիջիալից ասեմ ինձ էլ ոնց որ թե այտենց դրսի մարդկանցից ծեծող չի եղել, մայրիկս տեղը տեղին, փառք Տիրոջը, օրհնյալ լինեն բոլոր բարեպաշտ մայրերը։ Հələ փորձեիր հանկարծ իր հանձնարարությունը չկանեիր ու չկարդայիր այն հատվածը, որ ինքը քեզ տվել էր, հետո կիմանայիր ինչա։ Եթե այն ժամանակ այսօրին լինեի լավ կլներ, բայց այն ժամանակ շատ խիտ մազեր ունեի եւ մայրիկիս մատերը մտնում էր իմ մազերի մեջ։ Դրանից հետո դուք պատկերացնում եք, երկրաշարժ մի փոքր։ Քարտուղարություն այս ժամանակից կանեք։ Ինչով պարծենանք։ Ես հիմա պարծենում եմ, որ կիրակի օրը այստեղ եմ, քեզ հետ, արարչին երկրպագելու։
Այո, քանի որ այն ժամանակ շատ խիստ էր, նախ հեռուստացույց նոր էր գալիս եւ ամեն մեկի հասնելու չէր այդ հեռուստացույց ունենալը։ Ես խոսում եմ 60-ականների սկզբին։ Հատուկ են մարդիկ ունեին, նոր էին, վերջ։ Դե մենք հետամնաց երկիր ենք եղել։ Որովհետեւ սովետական միությունն է հետամնաց երկիր եղել, դա գաղտնիք չի։ Վերջապես աշխարհին եւ նաեւ սկզբունք կար, որ այդ արկղը պետքա տանը չլինի, աշխարհին ծանոթացել են փառք Աստծո, որ գրքերը արգելված չէր։ Փառք Աստծո, որ դպրոցի գրադարանում գրքեր կար, աշխարհին ծանոթացել են գրքերի միջոցով։ Տեսնեք, ինչի չեղինակություն այվար։ Դոդիկ էլի, կկարդաս, կներեք։ Մեր արատներն եմ ես ջրի երես հանում։ Մեր արատներն եմ հանում ջրի երես։ Ո՞նց գիրք ես կարդում, են էլ շկան։ Դեռ 14-15 տարեկանում որոշեցի, ես մի օրում ավետարանը պետքա կարդամ, վերջացնեմ, ու գիշերն էլ չքնեցի մի օրում թե քանի ժամ տևեց, ավետարանը վերջացրեցի ամբողջությամբ։ Ինչ հասկացա, դժվար է ասել, որովհետև հիմա էլ եթե մի օրում կարդամ, բան չեմ հասկանա, իմացած էլ կմոռանամ, բայց պարծենալու համար, էս է եղել իմ պարծանքը։ Լսեք, ես որ ասում եմ գրպանը զենք չեղել, ես չեղել, են չեղել, իմ եղբայրներիցս մեծ, իմ մեծ եղբայրը 92 թվականին զոհվեց Ղարաբաղում, եղբայրներս եղել են այդ բանի մեջ, զենքեր ենքան եմ տեսել, որ էլ չասած։ Ամեն տեսակի, ամեն կալիբրի։ Բայց ես չեմ ունեցել, խեղճ տղա, որովհետև ես ինչ հեղինակություն։ Աստվածաշունչ կարդացող։ Ինչ եմ ասում։ Ես տանուլ եմ տալիս ամեն անգամ իմ պատգամը ժամանակի իմաստով։ Այո։ Ես ինձ մեծ աստվածաբան չեմ համարում, բայց արդեն 65 տարի կարդում եմ այս գիրքը։ Առաջի դասարան գնալուց, ոնց որ թե համընկավ դպրոց գնալը իմ մամայի, պապայի հավատացյալ դառնալը։ Չգիտեմ ինչու, բայց այդպես եղավ, փառք Տիրոջը։ Այսօր ես խոսել եմ ինչ կարող է կորցնի քրիստոնյան։ Ինչ կարող ես դու կորցնել։ Առաջինը ես արդեն ասեցի, եթե ուշադիր չլինես, այսօր կկորցնես իմ պատգամը։ Իմ պատգամի գլխավոր ուղերձը կկորցնես։ Կողքինիդ ասա, ես պետք է լսեմ, ասա խնդրում եմ, բայց ինձ չխանգարես։ Այստեղից դուրս գալու գնացեք իրար տուն, մինչև իրիկուն իրար հետ խոսեք, թեյ խմեք, սուրճ խմեք, իրար հետ ճաշեք, հաղորդակցվեք, դա սուրբ բան է, բայց այստեղ, արի ես ու դու հաղորդակցվենք Տիրոջ առաջ։ Ամեն, ամեն, ամեն։ Հովանու 1:29, հետևյալ օրը տեսնելով Հիսուսին իր մոտ գալիս, ասաց, ահա Աստծո գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը։ Արդեն ասեցի, ինչ կարող է կորցնել քրիստոնյան, եթե չլսես կկորցնես, այսօր եւ ամեն օր։ Մեծագույն քրիստոնյան հայտարարեց Պողոս առաքյալ 7-րդ գլուխ Հռոմացիս 18 եւ 24-ը, որովհետեւ գիտեմ, որ ինձ անում, այսինքն իմ մարմնում մի բարի բան չի բնակվում, քանի որ կամենալը կա իմ մեջ, բայց բարինի գործ դնելը ոչ։ Քո մասին է թե ոչ։ Ռուբիկ եղբայր, բայց ես փրկված եմ։ Ես հարցնում եմ քո մասին է թե ոչ, չեմ հարցնում փրկված ես թե ոչ։ Այո, հենց փրկված ես։ Ով չի հոգնել իր մարմնից։ Ով չի հոգնել իր բնավորությունից։ Քանի անգամ ես ուզեցել այդ բնավորությունը փոխես։ Եվ ինչ ա եղել։ Ինձ կասես։ Գոնե մտքիդ մեջ կասես ինչ ա եղել։ Ինչ ա եղել։ Չեմ կարողացել, ինչ ա եղել։ Մի քանի օր հետո նորից ասել եմ, էլի դու ինձ խանգարեցիր։ Ես մինչև հիմա ինձ ասում եմ, Ռուբիկ էլի ինձ խանգարեցիր։ Այնպես որ մի ասա, այս քույրիկը ինձ խանգարեց, նա խանգարեց, դու ես քո խանգարողը։ Քո միջի չարությունն է քեզ խանգարողը։ Եվ մենք այստեղ ենք, որ ճշմարտություն խոսենք, նայենք իրար աչքերի մեջ։ Աշխարհը խափում է, այն դիպ խափում են։
Մենք պիտի խոսենք միայն ճշմարտությունը։ Ես խոստացել եմ Տիրոջ առաջ, ասել եմ ես պիտի խոսամ ճշմարտությունը եւ միայն ճշմարտությունը։ Ինչ էլ ուզում է արժենա։ Եվ ինչ որ բան արժենում է, հաստատ արժենում է։ Ես ասում եմ կատակով կամ կես կատակ, կես լուրջ ասում եմ, գնացեք ձեր տուն, ձեր կնոջն ասեք ճշմարտությունը, կլսեք նախ ճշմարտությունը նրանից մեկ, երկրորդն էլ կունենաք հալածանք երկուս։ Որովհետև ճշմարտությունը արժեք ունի։ Այնպես չի, որ ճշմարտությունը ասեցիր ու անպատասխան պետք է մնաս։ Այո, թեկուզ որ մենք փրկված ենք, բայց մեր հոգին է փրկված, մեր մարմինը փրկված չի։ Էս ինչ ես ասում, Ռուբիկ եղբայր, ասում եմ հետևյալը, եթե դու պիտի մեռնես մի օր, հիմա դու ոնց ես ասում, որպես մարմինը փրկված է, քո հոգին փրկված է գնալու է Աստծո մոտ, իսկ երբ է փրկվելու քո մարմինը, հարության փառավոր օրը, ալելույա, հարության փառավոր օրը, մենք քրիստոնյաներս հարությանն ենք հավատում, ամեն, այո, շատ մի փայփայեք, հայլու առաջ շատ մի կանգնեք, որովհետև դուք աշխատեք ներքին գեղեցկություն ունենաք, եթե կարող եք ձեզ հաճելի, բարեհաճ տեսքի բերել, բերեք, բայց դա շատ մեծ արժեք չի, թող ներսդ ուրախ, թող ներսդ սիրուն, թող ներսդ գեղեցիկ իսկապես հաճելի լինի, ամեն, 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 ես լա առաջի թերթը չեմ վերջացրել, ես արդեն ասեցի, որ մեր մարմինի փրկությունը տեղի է ունենալու մեռելներից հարություն առնելու ժամանակ կամ հափշտակության ժամանակ, եթե կենդանի լինենք հափշտակության ժամանակ, եթե ապրենք մինչև այդ օրը, եթե այս կյանքը եւ մեր մարմինը մեզ չի հոգնեցրել, եթե մենք չենք հասկացել առանց Աստծո կյանքի անմտությունը ամեն բան, եթե չենք հասկացել, որ մեղքը ժամանակավոր հաճույք է պատճառում եւ ահավոր ու հավիտենական ցավ ու մահ հետագայում, եթե մեղքը եւ մարմինը քեզ չեն հոգնեցրել, զզվեցրել, հիասթափեցրել, եթե չես հասկացել, որ այս աշխարհը քո տունը չէ, եթե իսկապես չես գիտակցել, որ այստեղ մնայուն քաղաք չունես, այստեղ օտարական եւ պանդուխտ ես, այստեղով ուղակի անցնում ես, որ գնաս քո հավիտենական տունը, իսկ որտեղ է քո հավիտենական տունը, ճշտել ես քեզ համար։ Ես այստեղ եմ, որ քեզ ասեմ, թե որտեղ է իմ հավիտենական տունը եւ եթե դու որոշում կայացնես եւ արդեն շատերդ կայացրել եք, երկինքն է իմ հավիտենական տունը։ Ամեն։ Մենք ժամանակավոր ենք այստեղ, անցնում ենք, սա ճանապարհը, այս երկիրը ուղղակի մեր ճանապարհն է, անցնում ենք։ Մի տեղից մտանք, մի օր մտանք, ամեն մեկս մի տարիքի եւ մի տեղից դուրս ենք գալու։ Ամեն։ Ով է մնալու 500 տարեկան մարդ որտեղ է ապրում, Անգլիայում, Ամերիկայում, ամենաերկարակյացը որտեղ է, Ճապոնիայում, գնանք գտնենք, միգուցե այնտեղ փնտրենք, միգուցե կգտնենք։ Ոչ։ Որովհետև գրված է, մարդկանց սահմանված է, մեկ անգամ մեռնել։ Հենց այդպես էլ գրված է, Եբրայեցիս 9:27։ Դրանից հետո ուր դատաստան։ Եվ որ ասում են դատաստանը քաղցր լինի։ Ինչ եք ասում։ Քաղցր կյանք ապրողների համար է քաղցր դատաստան։ Դառը կյանք ապրողների եւ ուրիշին դառնացնողների համար պատիժ է սպասում, դա քաղցր դատաստան չկա։ Կամ կա դատաստան, կամ չկա։ Ինչևէ։ Հիսուսին հավատալով, Հիսուսին ընդունելով, մենք ոչ թե ստանում ենք ինչ որ բան, առանց որևէ բան տալու, այսինքն ձրի, այսինքն շնորհքով, այլ Հիսուսին ընդունելով ստանում ենք ամեն ինչ, ամեն բան, առանց ոչ մի բան տալով, շնորհքով են փրկված, ամեն, ոչ թե ինչ որ բան, այլ ամեն բան, իմ երեխաները ոչ թե ինչ որ բան իրավունք ունեն ինձանից սպասելու, այլ ամեն բան, ինչ որ ես կարող եմ նրանց տալ, հիմա եթե մեկը ինձանից ինքնաթիռ ուզի չեմ կարող, հասկանում եք, բայց մեր Աստվածը ամենակարող է, ալելույա, փառք Տիրոջը, առաջի
Հովանես 4:9 գրված է. Սրանով Աստծո սերը երևաց մեր մեջ, որ Աստված իր միածին որդուն ուղարկեց աշխարհ, որ նրանով կյանք ունենանք։ Եվ սա է վկայությունը, որ Աստված հավիտենական կյանք տվեց մեզ, եւ այս կյանքը նրա որդու մեջ է։ Ով որ որդուն ունի, նա կյանք ունի, եւ ով Աստծո որդուն չունի, կյանք չունի։ Սա գրեցի ձեզ Աստծո որդու անվանը հավատացողներիդ, որպեսզի իմանաք, որ հավիտենական կյանք ունեք։ Ալելույա։ Դու գիտես, որ հավիտենական կյանք ունես։ Ալելույա, որ հավիտենական կյանք ունեք, այո, 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 նա է ճշմարիտ Աստվածը եւ հավիտենական կյանքը, ամեն, ես քո Աստծո մասին եմ խոսում, ես քո հավատքի մասին եմ խոսում, ես մեր արածի մասին եմ խոսում, խի ենք եկել, ինչ ենք ուզում, ինչ ենք փնտրում, նախ ասեմ, որ մենք մեր արդեն գլխավոր գործն արեցինք, եթե վերջում էլ մի մաս լինի այդ գլխավոր գործից, այսինքն Տիրոջը երկրպագել։ Գիտեք, որքան ողբերգական կլիներ իմ կյանքը, եթե այս օրերը կիրակի օրը կոնե, ես Տիրոջ առաջ չգայի, Տիրոջը չորտնեի, քեզ հետ միասին, բա ինչ անեինք, ուր գնայինք, ինչ խոսեինք, ես աստեղից կգնաս, հենց հեռախոսդ կմիացնես կամ հեռուստացույցդ կմիացնես կամ հնարավոր բոլոր խոսացող կամ ցուցադրող բաները կմիացնես ու կհասկանաս, որ ակարդներդ փակելու փակվել է պետք։ Բայց չէ, մենք ստեղ ենք ապրում, փախնել պետք չի։ Ես վերջում այդ մասին 1-2 խոսք կասեմ։ Ուրեմն Հիսուս մեռել է խաչի վրա իմ փոխարեն։ Դու ինչ կասես։ Ինչ ամեն։ Ասա իմ փոխարեն էլ։ Այո, այսի ամենը։ Սա անձնական է ինձ համար։ Ես անձնական պատասխանատվություն ունեմ, որովհետև նա մեռել է ինձ փրկելու համար։ Իսկ դու ինչ կասես։ Ամեն, ամեն։ Ես հավատում եմ։ Ես ընդունում եմ։ Ես վստահում եմ նրան։ Սիրելի բարեկամներ, ինչ ուզում եք կորցրեք, միայն Հիսուսին ընդունեք եւ հավատացեք։ Ինչ ուզում է թող արժենա ձեզ համար։ Կորած չի։ Եթե անգամ ամեն բան կորցնենք, որ Հիսուսին գտնենք, արժի որ կորցնենք, որովհետեւ ով Հիսուսին գտնի, նա կյանք կգտնի։ Բայց եթե աշխարհը շահես, բայց Հիսուսին կորցնես, դու կկորցնես ամեն բան։ Մի քանի օր առաջ հանդիպեցի մի մտքի, որի վրա երկար մտածեցի եւ ասեցի ինչ վատ կլինի, որ սա ժողովրդին փոխանցեմ, իրանք էլ ուրախանան։ Շատ պարզ մի միտք, բայց խորը, շատ խորը։ Հետևյալն էր միտքը։ Եթե դուք ինձ հասցնեք խաչի մոտ, ես այնտեղից կգտնեմ տան ճանապարհը։ Եթե դուք ինձ հասցնեք խաչի մոտ, ես այնտեղից տան ճանապարհը կգտնեմ։ Ժողովուրդ խաչը շրջանցելով տան ճանապարհը ոչ ոք չի կարող գտնել։ Բոլոր ճանապարհները դեպի տուն անցնում են Գողգոթայով։ Դուք հասկանում եք ես ինչի մասին եմ խոսում։ Խաչը մի շրջանցեք։ Հիսուս մեռավ մեզ համար։ Ինձ համար, քեզ համար, մեզ համար։ Այստեղ եք, սիրելի իմ քույրեր, սիրելի եղբայրներ։ Խաչը շրջանցելով երկինք հասնել հնարավոր չի, որովհետև իմ Տերը, իմ Աստվածը հայտարարեց. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, ոչ ոք չի կարող հոր մոտ գնալ, եթե ոչ միայն ինձանով, հայտարարեց Փրկիչը, Հիսուսը, ամեն, մի շրջանցեք խաչը, ժողովուրդ, խաչը նրա համար չի, որ շրջանցենք, խաչը նրա համար չի, որ կախենք վզներից, այլ խաչի խորհուրդը պիտի պահենք, խաչի գործին պիտի հավատանք։ Ես ուզում եմ քեզ հարցնեմ, դու եղել ես խաչի մոտ։ Խաչի մոտ մենք գտնում ենք փրկություն, խաչից հեռու փրկություն չկա։ Եթե մեկը շրջանցել է խաչը ու ասում է, որ ես փրկված եմ, միգուցե, ես չգիտեմ, չեմ կարող ասել։ Եկեղեցին օգնում է, որ մարդիկ հասնեն խաչի մոտ։ Ալելույա։ Ինչ էիք երգում։ Գողգոթայում փրկչիս խաչի մոտ։ Ամեն։
դու լավ ենք անում, որ երկում ենք, բայց ուրիշ որտեղ։ Այո, ես եղել եմ խաչի մոտ։ Եվ ես ուզում եմ մի պատմություն ձեզ ներկայացնեմ, խաչի մոտ հասցնելու մի պատմություն։ Պատմությունը հետևյալն է։ Մի անվանի քարոզիչ, որ հիմա արդեն տիրոջ մոտ է, դա տեղի է ունեցել անցած դարի 40-ական, 50-ական թվականներին, որ 27 տարեկանում արդեն հասցրել էր 3 դոկտորական աստիճան ունենալ։ Փիլիսոփայությունից, աստվածաբանությունից եւ երրորդը, չգիտեմ, անթրոպոլոգիա, թե ինչ, վերջապես։ 3 դոկտորական 27 տարեկանում հասցրել էր որքան հնարավոր է խմել, հասցրել էր որքան Էդ ինչ ես ասում, բա ոնց էր այդքան կրթություն ստացել։ Ինչ կարծում եք բոլոր կրթվածները վերջը տրեզվիկներ են։ Չէ, մարդը։ Այո, վերջապես, երբ որ արդեն հասկանում է, որ իր կյանքի մեջ եկել է դեպրեսիա եւ ինքը այստեղից դուրս չի գա, եւ նաեւ լինելով ծանոթ Աստվածաշնչին, վերջապես Աստվածաբանության դոկտոր։ Մտածում եմ, այսպես ես չեմ կարողանա։ Եվ հանկարծ ինչ որտեղ է հայտնվում, որտեղ գալիս է մի գյուղացի, գյուղի քարոզիչ հովիվ։ Ասում եմ, թեկուզ ինչ պետք է ասես գյուղացի հովիվն ինձ, 3 հատ դոկտորական աստիճան ունեցողից ինչ պիտի ասի, բայց ամեն դեպքում խոսակցության է բռնվում, տեսի թե ինչ կլինի։ Ողջույն քարոզիչ։ 27 տարեկանում 3 դոկտորական, այսինքն դա պետքա որ գենի լիներ, տաղանդ պետքա լիներ, չէ՞։ Որովհետև հենց հատկապես Ամերիկայում ոչ մեկ հենց, չգիտեմ, փողով, կաշառքով դոկտորական չի տալիս։ Սովետական միությունում եղել է ու կլինի, եթե սովետական միությունը շարունակվի։ Ողջույն քարոզիչ։ Դու ինչ գիտես։ Ինչ մեծամիտ։ Ողջույն քարոզիչ։ Էս ոչ մի ասում սկի զենքել չեմ ունեցել, մի հատ կարգին լավ տղա հնգերել չեմ ունեցել։ Դու ինչ գիտես։ Պատասխանը։ Ես Հիսուս Քրիստոսին գիտեմ։ Իսկ դու ինչ գիտես։ Ես նրան չեմ ճանաչում։ Լինում է պատասխանը։ Իսկ ուզում ես նրան ճանաչել։ Իհարկե։ Բա ինչի ես սպասում։ Լինում է հովվի պատասխանը։ Քարոզիչը հանում է Աստվածաշունչը եւ հարցնում. դու հավատում ես, որ այս գիրքը Աստծո խոսքն է։ Այո, հավատում եմ։ Իսկ դու գիտես, որ դու մեղավոր ես։ Այո, այս մեկը լավ գիտեմ։ Իսկ դու ցանկանում ես աղոթել եւ խնդրել Քրիստոսին, որ քեզ փրկի ու քեզ ների։ Իհարկե ուզում եմ, այո։ Դուր ձեռքդ, մեկնում է ձեռքը քարոզիչը, բռնում է նրա ձեռքը եւ ասում. հիմա աղոթիր, քո խոսքերով աղոթիր։ Ինչ որ ունես ասելու նրան քո խոսքերով ասա։ Կանչիր Քրիստոսին։ Եվ նա սկսում է աղոթել եւ պատասխանում է, որ դեռ այն, չգիտեմ, բառապաշարը, որ ես ունեի, այդ բառապաշարով էլ աղոթում էի, Տեր շուտ արա ինձ փրկի, թե չէ ես կորում եմ արդեն, դժոխք եմ գնում։ Տեր շուտ արա փրկի ինձ, որովհետև դժոխք եմ գնում։ Աղոթքից հետո հարցնում է. դու լուրջ աղոթեցիր։ Այո։ Եթե լուրջ ես աղոթել, ուրեմն փրկվել ես։ Ոչ, ես շատ մեղավոր եմ։ Այո, եթե լուրջ ես աղոթել, դու փրկվել ես։ Ոչ, ես փրկված չեմ։ Այո, փրկված ես։ Ոչ, փրկված չեմ։ Բացում է Աստվածաշունչը եւ կարդում առաջ Հովհաննես 5:13-ը։ 3 հատ դոկտորական կոչում ունեցողին գյուղացի քարոզիչը։ Եւ կարդում է առաջ Հովհաննես 5:13-ը։ Ում կհանդիպեք, Աստծո խոսքը նրանից հեղինակավոր է։ Ով կլինի ձեր հանդիպած մարդը, 3 հատ դոկտորական աստիճան ունեցող, ակադեմիկոս,
կլինի թագավոր, կլինի մեծահարուստ, Աստծո խոսքը նրանից բարձր է, Աստծո խոսքը բարձր է, Աստծո խոսքը բարձր է եւ բարձր է, վերջ։ Եվ կարդում է. Սա գրում եմ ձեզ Աստծո որդու հավատացողներիդ, որպեսզի իմանաք, որ դուք հավիտենական կյանք ունեք։ Գյուղացի հովիվը աստվածաբանության դոկտորին։ Հետարքիր է։ Ես ոչինչ չզգացի։ Ես կարծում եմ, որ փրկված չեմ։ Բայց լսի, այստեղ ինչ է գրված։ Պետք է զգաս, ենթադրես, թե իմանաս։ Սուրբ Գիրքը մեզ չի ասում քո կարծիքը, դու ոնց ես ենթադրում ես, գլխի ես ընկել, ասում է, որ իմանաս, դու գիտես, որ դու փրկված ես։ Դու գիտես, որ դու փրկված ես, ես գիտեմ, որ ես փրկված եմ։ Ուզում եք գիշերվա կեսին հարցրեք, ուզում եք սոված ժամանակս հարցրեք, ուզում եք կուշտ ժամանակս հարցրեք, ուզում եք հիվանդ ժամանակս հարցրեք, մեռնելուց առաջ էլ եթե հարցնեք, ես նույնն եմ ասելու, ես փրկված եմ։ Ամեն։ Քո մասին ինչ կասես։ Ամեն։ Որ իմանաս, սա գրում եմ ձեզ Աստծո որդուն հավատացողներիդ, ովքեր են նրանք, ստեղ են հավատացողները, որ ինչ իմանաս, որպեսզի իմանաք, որ դուք հավիտենական կյանք ունեք։ Հավիտենական կյանք ունենում են միայն փրկվածները։ Ալելույա։ Փառք Տիրոջը, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Լավ, հիմա գիտես, որ փրկված ես, հիմա իմացար, որ փրկված ես, Աստված չի խաբում, այո, ուրեմն փրկված եմ ես, այո, ես փրկված եմ, որովհետև ես շատ լուրջ էի աղոթում, գրված է, կանչի Տիրոջ անունը և կփրկվես, կարող ես դավանել, որ Քրիստոս քո Տերն է, այո, ես դավանում եմ, որ Քրիստոսն իմ Տերն է, և իմ փրկիչը, կարող ես դու դավանել հրապարակավ, այո, չեմ վախենում, չեմ ամաչում դավանել։ Լսեք, իմ սիրելի քույրեր, եղբայրներ, նորից, եթե անգամ ռակաշետով պետք է ինչ-որ տեղ կպնի, թող կպնի, առանց Աստծո, թե շատ ես բարոյական, թե շատ ես անբարո, դու կորած ես, հոգևորապես մեռած։ Այո, դու ճիշտ լսեցիր, անկախ նրանից, Աստծուց հեռու, դու շատ բարոյական կյանք ես ապրել, թե շատ անբարո կյանք ես ապրել, միևնույնն է մեռած ես։ Եվ անկախ նրանից, թե ինչպիսին ես եղել, եթե հավատաս կփրկվես։ Մենք հենց այդ հիմքով ենք փրկվել, և ուրիշ ոչ մի ուրիշ հիմք։ Սա է եղել իմ փրկության, ես արդեն ասեցի, ես չեմ հասցրել ուղղակի, շատ վատ բաներ անեմ, որովհետև կարող էի վատ բան անել այնքան, ինչքան 6-7 տարեկան երեխին կարող է անել, ավել բան չէի կարող անել։ Բայց ես այդ ժամանակ մեռած էի Ադամի հետ, Ադամի մեջ։ Քեզ այսօր ես ուզում եմ հասցնել խաչի մոտ, եթե չես հասել, եթե գոնե մեկը կա, որ դեռ խաչի մոտ չի եղել, ես ուզում եմ այսօր վերջում գաս այստեղ իրար հետ հասնենք խաչի մոտ, հասնենք Գողգոթա, որպեսզի տան ճանապարհը գտնենք, որպեսզի գտնենք երկինք գնալու ճանապարհը, որովհետև երկնքի ճանապարհը սկսվում է Գողգոթայից։ Ամեն։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Ոմանք իրենք շատ մեղավոր չեն տեսնում, երևի մտածում են, թե իրենք շատ վատը չեն եղել, փոխվելու կարիք չունեն հիմնականում, ուղղակի, թեթև, փոփոխության և փրկության կարիք ունեն։
իրանց լավ, առաքինի, բարեպաշտ, կյանքի վրա փրկությունն է պակասում։ Ոչ, քեզ Հիսուսն է պակասում։ Քեզ Հիսուսն է պակասում, գնա Հիսուսին եւ այնտեղ կգտնես ամեն բան, ամեն բան, ամեն բան։ Վատն ես, լավն ես, բա որ լավն է իր իր գալիս փրկության։ Հիսուսն ինքը չհայտարարեց, արդարները ապաշխարության կարիք չունեն եւ ոչ էլ առողջները բժշկի։ Հետ եղելա, որ հանկարծ առավոտ արթնացել ես, ամեն բանդ առողջ, ամեն ինչ, երբեք չես հիվանդացել, մտքովդ անցնի։ Գնամ ամեն դեպքում ասեմ մի հատ ինձ, չգիտեմ, քաղցկեղի դեմ քիմիա միացնեն։ Աստված չանի։ Եթե առողջ ես, դու ինչու պիտի գնաս։ Ովքեր են գնում։ Հիվանդները։ Ովքեր են ուզում ապաշխարեն։ Մեղավորները։ Այո։ Դու զգացիր, որ մեղավոր ես ու ապաշխարեցիր, լավ արեցիր, օրհնյալ լինի Տիրոջ անունը, որ չի ասում քեզ 7 տարի պետքա քավարանը անցնես, մաքրվես, մի քիչ էս ինչա վիճակդ։ Գնա գոնե տրեխները թանի, գոնե գնա աղբը մաքրի քեզանից։ Ինչպես որ կա սարի։ Ինձանից հեռու դու չես կարող մաքրվես։ Ինձանից հեռու դու չես կարող արդարանաս։ Ամեն։ Հասկանում ենք ինչի մասին ենք խոսում։ Հոյես չեմ շեղվում ուղղությունից։ Արդեն հասկացա, որ ես իմ պատգամը չեմ կարողանալու քարոզեմ, դեռ նախաբանի վրա եմ, բայց կարծում եմ պետք է պատրաստենք։ Ոչինչ, հաջորդ անգամ կամ էլ այնքան բան կա քարոզելու։ Կարդացեք Աստվածաշունչը, նա կհարստացնի ձեզ, կարդացեք, խնդրում եմ, կարդացեք, կարդացեք, կարդացեք։ Եվ շատերը մտածում են, այդքան էլ կարելի ես վատը չեմ եղել, եւ մի կես բերանել աղոթք են անում ու ապրում են իրենց կյանքով։ Ուշադիր լսեք, բոլորը, ովքեր կնոջից են ծնվել, ոչ միայն շատ վատն են մինչև փրկվելը, այլ մեռած են այնպես, ինչպես Ադամն է մեռած։ Որտեղ կարող ես հանդիպել Ադամին։ Ով կարող է ասի, որտեղ հանդիպենք Ադամին։ Դոսկե Ադամի գերեզմանի տեղը չենք իմացել։ Ես ինչ ես պնդում, Ռուբիկ եղբայր։ Պնդում եմ հետևյալը։ Սուրբ գիրքը, իմ գիրքը, քո գիրքը, մեր ավետարանը պնդում է Ադամով բոլորը, ոչ թե ոմանք, ոչ թե չարագործները, այլ բոլորը մեռնում են։ Սա ճիշտ է թե չէ։ Ամեն։ Առաջի Կորինթացիս 15:22 տեղն եմ ասում, որովհետև ինչպես Ադամով բոլորը մեռնում են, այնպես էլ, ալելույա, Քրիստոսով բոլորը կենդանանում են, բոլոր ուր ես, բոլոր դուք ուր եք, ես էստեղ եմ, Ադամով մեռած էի, Քրիստոսով կենդանի եմ, ալելույա, խաչը մեր հույսն է, արյունը միակ միջոցը, մեր փրկության, ալելույա, Ադամը մոտ 1000 տարի ապրեց մեռած, Ռուբիկ եղբայր, դու վստահ ես, որ քո քերականությունը, քո գրականությունը շատ տեղին է, ասում ես Ադամը 1000 տարի ապրեց մեռած, դուք հասկացաք ինչը, բայց ես բոլորովին չսխալվեցի, Ադամը ֆիզիկապես ապրում էր, բայց հոգևորապես մեռած էր, ասավ այն օրը, որ այս պտղից ուտես, այն օրը կմեռնես, Աստված չի ստում, Ադամը մեռավ թե չէ, մնացածը ժամանակի հարց էր, թեկուզ 10 դար, 930 քանի, ինչ կապ ունի, ամեն, ոչ մեկը ձեր արդարության վրա մի կրտնեք, ձեր արդարությունը փտած է, մարդկային արդարությունը շատ վատ բան է, և եթե Քրիստոսով չփրկվենք, կդատապարտվենք, եթե Քրիստոսով չարդարանանք, այդպես էլ մեռած,
գերեզմանում կմնանք, թեկուզ կապրենք, տուն կշինենք, ամեն ինչ կանենք, բայց մեռած կլինենք, այնպես ինչպես բոլոր նրանք, ովքեր Հիսուսով չեն փրկվել։ Եփեսացիս 2-րդ գլուխ։ Դուք, որ մեռած էիք ձեր մեղքերի ու հանցանքների մեջ, ինչ տեղի ունեցավ։ Քրիստոս ձեզ կենդանացրեց։ Ալելույա։ Ես կենդանացած եմ Քրիստոսով։ Ամեն, ամեն։ Հիսուսն ասում էր. ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ իմ խոսքը լսողի եւ ինձ ուղարկողին հավատացողը հավիտենական կյանք ունի եւ չի դատապարտվի, այլ մահից դեպի կյանք է անցել։ Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ժամանակ կգա եւ արդեն իսկ եկել է, երբ մեռելներն Աստծո որդու ձայնը կլսեն եւ լսողները կկենդանանան։ Որովհետև ինչպես որ հայրն իր անձի մեջ կյանք ունի, այնպես էլ որդուն տվեց, որ իր անձի մեջ կյանք ունենա, եւ նրան դատաստան անելու իշխանություն տվեց, որովհետև մարդու որդի է։ Եթե մենք փրկվել ենք նախկինում կամ էլ կփրկվենք այսօր, դա նշանակում է, որ մենք այլևս մեր Տերը չենք։ Մենք գնվել ենք թանկ գնով։ Ամեն։ Դու իրավունք չունես քո քեֆին ապրելու։ Դու ուրիշի սեփականությունն ես։ Ինչ որ մեկը գնել է քեզ։ Առաջի Կորինթացիս 6:19-20։ Կամ չգիտեք, որ ձեր մարմինները տաճար է Սուրբ Հոգուն։ Դու գիտեք, որ ձեր մարմինները տաճար է Սուրբ Հոգուն։ Գիտեք։ Բայց Ռուբիկ եղբայր, ես չեմ կարողանում դա ընկալել, հասկանալ։ Դա սա պիտի իմանաս։ Այն օրինակի պես գրված է։ Կամ չգիտեք, այսինքն ինչու չգիտեք։ Կամ փոխենք, իմացեք, որ ձեր մարմինը տաճար է Սուրբ Հոգու։ Հո իմաց բովանդակություն չփոխեցի։ Իմացեք, որ ձեր մարմինը տաճար է Սուրբ Հոգու, որն Աստծուց ունեք, եւ դուք չեք ձեր Տերը, որովհետեւ մեծ գնով գնվեցիք, ուստի փառավորեք Աստծուն ձեր մարմնի եւ ձեր հոգու մեջ, որ Աստվածանից է։ Ամեն։ Հենց այդ էլ անում ենք։ Հենց այդ էլ անում եք, իմ ամբողջ ջանքը եւ իմ ամբողջ պաշտպանությունը, հովանավորությունը այս հրաշալի մարդկանց հետ է, որ նրանք լավագույն կերպով մեզ առաջնորդեն, լավագույն երկրպագության մեջ մեզ տանեն, որ իրար հետ Աստծուն արժանավայել երկրպագենք։ Այո, մենք հասկանում ենք, որ մենք պրոֆեսիոնալներ չենք, բայց ես հավատում եմ, որ իմաստի տեսակետից մենք ավելի պրոֆեսիոնալ ենք։ Մեկը կարող է, չգիտեմ, զարմանալի շնորհը երկի, տենց էլ շնորհքով փրկված չլինի։ Նրանք ովքեր ծանոթ են զարմանալի շնորհին, նրանք կարող են երգել, բայց այդպես էլ փրկված չլիներ։ Բայց քանի որ մենք շնորհքով փրկված ենք, մենք արդեն մեր սրտից ենք երգում։ Ես դավանում եմ իմ կյանքը, պատմում եմ իմ կյանքը։ Ես խոսում եմ նրա մասին, որ մի օր նա փրկեց ինձ, եւ դա տեղի ունեցավ Գողգոթայում, խաչի մոտ։ Ամեն։ Գողգոթայում, մեր փրկչի խաչի մոտ։ Գողգոթայում, ուրիշ ոչ մի տեղ։ Մենք սատանայից երբեմնի գերեվարվածներս հիմա ուրիշ Տեր ունենք։ Ալելույա։ Հիսուսն իմ Տերն է։ Ես ապրում եմ նրա համար, որովհետև նա մեռավ իմ փոխարեն։ Ահա մեր պատմությունը։ Ահա թե ինչ է մեզանից սպասում Տերը։ Ես չեմ ուզում հիմա կեսից վերջացնեմ, բայց չեմ էլ կարող վերջացնել շարունակությունը, բայց որոշ բաներ ասեմ։ Մենք երբեք չենք սովորացնում, որ փրկվելուց, վերստին ծնվելուց հետո, Աստծո զավակ դառնալուց հետո քրիստոնյա հավատացյալը կարող է անել այն, ինչ ուզում է։ Դուք լսել եք երբևէ, որ մենք այդպիսի բան սովորացնենք։ Ոչ։ Թեկուզ որ սովորեցնողներ կան։ Իրանց չանդրադառնանք։ Որ ասում են իրանց մեղք իրանց վիզ։ Լավ կլինի, որ այդպիսի անմտություն չսովորեցնեն։ Մենք այսպես չենք սովորեցնում եւ դրան չենք հավատում։
Եվ սրա հետ զուգահեռ մյուս կողմից էլ ասում ենք, փրկությունը մարդու սեփականությունը չի, որ կորցնի կամ չկորցնի։ Ես այս հարցին չեմ կպնում։ Փրկություն կորցնելու կամ չկորցնելու մասին չեմ խոսում։ Փրկությունը պատկանում է Աստծուն, որ տալիս է ամեն հավատացողի։ Թողենք սա։ Սա մեր իրավասության տակ չի։ Երբ որ մի օր աշակերտները հարությունից հետո հանդիպեցին Հիսուսին եւ հարցրեցին՝ դու այս ժամանակներում ես քո թագավորությունը կառուցում, ինքն ասավ՝ ձեր բանը չի իմանալ ժամանակը եւ ժամանակները, որ Աստված Հայրը դրեց իր իշխանության մեջ։ Դուք իմ հանձնարարությունն արեք։ Որոշ բաներ կա, որ մեր բանը չի։ Մեր գործը չի։ Աստծունն է վերաբերվում։ Առաջի Կորինթացիս 5-4 լավ, սրան հետո կանդրադառնամ։ Հովհաննես առաքյալը պատվիրում է. զգուշ եղեք ձեր անձերի համար, երկրորդ Հովհաննես 8 խոսքը։ Զգուշ եղեք ձեր անձերի համար, որ չկորցնեք այն, ինչ վաստակեցիք, այլ որ ամբողջ վարձքը ստանաք։ Ամեն։ Ես ասեցի, որ մենք Քրիստոսին հավատալով ոչ թե ինչ որ բաներ ենք ստանում, այլ ստանում ենք ամեն բան։ Ստանում ենք ամեն բան։ Եվ հիմա պիտի աշխատենք, որ այդ ստացածից որոշ բաներ չկորցնենք։ Եվ ես հենց այդ մասին պետք է խոսեմ։ Օրինակ ինչ։ Ես ասեցի, փրկությունը թողում ենք իր Աստծո տիրապետության տակ գտնվելու վայրում, ապահով վայրում։ Աստված փրկությունը ոչ մեկին չի վստահել։ Ինքն է փրկողը եւ ինքն է կորցնողը։ Ամեն։ Եվ շնորհքով տալիս այդ իրեն հավատացողներին։ Հիմա երկրորդ տեղը, որ պիտի կարդամ, առաջի Կորինթացիս 3-րդ գլխի 13-15 համարները։ Ամեն մեկի գործը հայտնի կլինի, որովհետև այն օրը հայտնի կդարձնի, քանի որ դրանք կրակի մեջ պիտի հայտնվեն, եւ կրակը պիտի փորձի, թե ինչպիսին է ամեն մեկի գործը։ Եթե մեկի շինածը հաստատ մնա, նա վարձք կստանա, ասա վարձք։ Եվ եթե մեկի գործը այրվի, վնաս կկրի, ասա վնաս։ Բայց ինքը կփրկվի, սակայն այնպես, ինչպես թե կրակի միջով անցներ։ Ռուբիկ եղբայր, այս խրտին հատվածներին մենք դու պիտի սրան տեղեկանաս։ Այո, այսպիսի հատվածները մի քիչ կարծես թե դժվարությամբ, բայց պիտի իմանանք ինչ կարող է, ինչ է մեզ տրված եւ ինչ կարող ենք կորցնել, եթե չապրենք այնպես, ինչպես Տերը պատվիրել է մեզ։ Ինքը վնաս կկրի։ Խոսքը գնում է վնասի եւ շահի մասին։ Օգուտ կունենա եւ վնաս կքաշի։ Օրինակ, հարյուրավոր օրինակներ կան, ես մեկը, երկուսը կարդամ, գրված է, որովհետև եթե Հիսուսին Տեր դավանես, սրտումդ հավատաս, թե Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես, քանի որ սրտով հավատում ենք արդարանալու համար եւ շրթունքներով դավանում ենք փրկվելու համար։ Սա փրկությունն է։ Նորից կրկնեմ, ես խոսում եմ փրկված մարդու ստացած ժառանգության մասին, այդ ստացած ժառանգությունից ինչ կարող է մարդ կորցնի։ Մեծ է այն փրկությունը եւ թանկ է այն գինը, որն Աստված վճարեց մեզ փրկագնելու համար։ Եվ եթե մենք գնահատում ենք, այն շատ ամուր կպահենք։ Պատմություն կա մի ֆիլմ նկարելու մասին։ Ինչ որ մեկը որոշում է ֆիլմ նկարել հոգիներ շահելու կամ փրկելու մասին։ Այն ինչ որ մենք ասում ենք ավետարանչություն։ Որպեսզի այդ ցուցադրական օրինակով մարդկանց պատմեն, թե ինչպես կարելի է հոգիներ շահել, ինչպես կարելի է մարդուն վկայել։ Դերերը պիտի կատարեին հոգևոր սեմինարիայի ուսանողները։ Հերթական էպիզոդը նկարելիս այդ ֆիլմի, որ ուսանողներից մեկը, որ հավատացյալ էր, չփրկվածի դեր պիտի խաղար։ Մյուսը, որ էլի փրկված էր, հոգիներ շահողի դեր պիտի խաղար։ Հոգիներ շահողը պիտի թակեր անծանոթ մի դուռ, դուռը պիտի բացվեր, եւ հոգիներ շահողը դուռը բացողին պիտի հարցներ. դուք փրկված եք։ Հասկանում եք, որ դեր էին անում։
Նա էլ պիտի պատասխաներ, ոչ, փրկված չեմ։ Եվ սկսվեր երկխոսությունը, թե ինչպես պիտի այդ պատասխանը լսելուց հետո հոգիներ շահողը ինչ պիտի անի։ Սկսվում է այդ տեսարանի նկարագրումը, թակում է դուռը, բացում է, հնչում է հարցը, դուք փրկված եք։ Այո, լինում է պատասխանը։ Ռեժիսորն ասում է, ստոպ։ Եվ շուր գալով այն մարդուն, այն երիտասարդին ասում, այստեղ դու պիտի պատասխանեիր ոչ։ Ուրեմն կրկնում են, նորից թակում է դուռը, բացում է դուռը, դուք փրկված եք, այո, ես փրկված եմ։ Ռեժիսորը նորից է կանգնեցնում և ասում է, դու պիտի կորած լինեիր, ոչ թե փրկված։ Երիտասարդը լաց է լինում և ասում է, ես չեմ ուզում լինել կորած ինչ որ մեկի փոխարեն և ինչ որևէ պարագայում։ Ես չեմ ուզում լինել կորած, ահա որ է կորած լինելը, ահա որ է Աստծուց հեռու ապրելը։ Մարդիկ չեն կարողանում հասկանալ փրկության այդ արժեքը, կարևորությունը, մեծությունը, այո, ոչ մի պարագայում, ոչ մի դեպքում, անգամ դեր խաղալուց չփրկվածի դեր չխաղաք։ Եթե խաղացեք փրկվածի դեր։ Իվիճայլոց թողեք էլի մի քիչ կժմտեմ, ոմանք հետ էլ անում են։ Ներողություն։ Բնավորություն է դառել։ Ալելույա։ Այո, ես չեմ ուզում անգամ պատկերացնել։ Ես չեմ ուզում։ Երկրորդ Պետրոս 1:4-10-ով 4-ից 10 համարներում գրված է. ամենամեծ եւ պատվական խոստումներ են տրված մեզ, որ դրանցով հաղորդակից լինենք Աստվածային բնությանը, աշխարհի մեջ ցանկություններից առաջացած ապականությունից հեռու փախչելով։ Եվ հենց սրա համար ամեն ջան գործելով ձեր հավատքի վրա ավելացրեք առաքինություն, առաքինության վրա գիտություն, գիտության վրա ժուշկալություն, ժուշկալության վրա համբերություն, համբերության վրա աստվածպաշտություն, աստվածպաշտության վրա եղբայրասիրություն, եղբայրասիրության վրա սեր։ Որովհետև եթե այս բաները ձեր մեջ մնան, դուք ու առատանան, ձեզ անգործ ու անպտուղ չեն անի մեր Տեր Հիսուս Քրիստոսի ճանաչելու մեջ, բայց նա, որ այս բաներն իր մեջ չունի, կույր է և կարճատես, և մոռացության ա տվել, իր նախկին մեղքերից մաքրվելը։ Դրա համար եղբայրներ, ավելի ջանացեք, ձեր կոչումն ու ընտրությունը հաստատ անելու, որովհետև դրանք անելով երբեք չեք սայթակի։ Ջանացեք, որ այնինչ Աստված տվել է, որ պինդ պահեք, ձեր կոչումն ու ընտրությունը հաստատեք։ Չկա որևէ ավելի մեծ բան, որ համեմատվի այն փրկության հետ, որ հավատացյալին տրվում է Հիսուս Քրիստոսին հավատալու և վստահելու հետևանքով։ Եթե այսօր այստեղ կան չփրկված մարդիկ, լուրջ պիտի մտածեն և վերջում չվարանեք, երբ որ հրավեր լինի այստեղ գալու։ Դուք այսօր կարող եք ստանալ այդ մեծ փրկությունը։ Այսօր իմիջայլոց գարնան վերջին օրն է, թող նշանավոր լինի ինչ որ մեկի համար։ Եվ ինքը հետագայում վկայի ու ասի, գարնան վերջի օրը մի ծերունի կար, ծեր մարդ կար, այնտեղ ճղճղում էր, ես լսեցի ու Տերը փրկեց։ Այո, քանի Աստված ինձ ձայն տա, ես ճղճղալու եմ այստեղից։ Ներողություն։ Տերն ինձ փրկել է, մեռած էի և նա կենդանացրել է, ես չեմ կարող լռել։ Ով կարող է թող լռի, բայց ես չեմ լռելու։ Փրկությունն այն է, որ դուք աշխարհի բոլոր գանձերով չեք կարող գնել։ Լսեք, ով այսօր համարվում ամենաշահարուստ մարդը։ Գիտեք, ասում են Իլոն Մասկը։ Լավ, Իլոն Մասկը իր բոլոր փողերով փրկություն չի կարող գնել, չի կարող։ Ինքը անգամ 150 տարի կյանք չի կարող այստեղ գնել, այստեղ երկրի վրա, էդ էլ չի կարող։
Այդ մեծահարուստների շատ հարստություն ունեցողների, ես չգիտեմ, Ռոթֆիլդներից էր, թե ով էր 105 տարեկանում մեռավ 5 հատ սիրտ էր փոխել։ 5 հատ սիրտ։ Մեղա։ Ուզում ես 5 հատ փոխի, ուզում ես 50 հատ փոխի։ Ուզում ես 18 տարեկանի սիրտ դիր։ Այս սիրտը փոխեցիր։ Թոքերդ էլ ոչ ես կարող փոխել։ Լավ, էդ էլ փոխեցիր։ Հո երիկամներդ էլ չես կարող փոխել։ Լավ, էդ էլ փոխեցիր, ուղեղը թո չես կարող փոխել։ Գոնե մինչև այսօր ուղեղը չեն կարողանում փոխել։ Մի օր ուղեղդ կայնելու է։ Այո, թեկուզ որ իրանք համարվում են իսկապես ամենահարուստը։ Բոլոր Ամերիկայի բոլոր այդ ֆեդերալ ռեզերվը իրանցն է։ Բայց միևնույն է, իրանք էլ են մեռնում։ Ամեն։ Ես հավիտյան պիտի ապրեմ։ Ես հավիտենական կյանք ունեմ։ Ալելույա։ Ասեք ուրախացեք։ Ես եւ ասում եմ, եւ հավատում եմ, եւ վստահում եմ, եւ ուրախանում եմ։ Տխուր մարդ կա, դժգոհ մարդ կա դրանից։ Հայտնություն 3:11, ահա գալիս եմ շուտով, պահիր ինչ որ ունես, որ ոչ ոք չառնի քո պսակը։ Լսեցի՞ր։ Ես խոսում եի այն մասին, թե ինչ կարող ես կորցնել։ Դու կարող ես կորցնել պսակ։ Պահիր, որ որևէ մեկը չառնի, ուրեմն հնարավոր է կորցնել։ Պսակ հնարավոր է կորցնել։ Այն ինչ որ պարզ գրված է, ես հայտարարում եմ։ Պահիր ունեցածդ, որ ոչ ոք չառնի քո պսակը։ Մեծագույն բան է, երբ մարդը հավատում է, որ փրկված է, վերստին ծնված, եւ վստահ է, որ փրկված է։ Դու վստահ ես, որ փրկված ես։ Երբ ապրում ես մեղսալի կյանք, դու կորցնում ես այդ վստահությունը։ Ուրեմն առաջինը պսակ, երկրորդը վստահություն։ Մարդը երբ որ կորցրեց վստահությունը, մարդու ոտքերի տակից հողն է սահում։ Ես վստահ եմ, որ փրկված եմ։ Նորից ասեմ, երբ ուզում եք հարցրեք։ Ես պատասխանելու եմ, իհարկե փրկված եմ։ Էդ ինչ բարի գործ ես արել։ Եթե բարի գործերով լներ, ես չէի կարող փրկվել։ Էդ ինչ արեցիր, որ Աստված քեզ այդքան շատ սիրեց։ Եթե բան անելով լիներ, ես այդ սահմանից դուրս կլինեի, ուղղակի Աստծո սերն էր անսահման։ Ամեն։ Հերիք չի կրկնես, բա ինչով ուրախանանք մենք, ասեք, իմ սիրելի քույրեր եղբայրներ, հենց մեր ողբերգությունն են, որ գտնում ենք մեզ համար, ինչ ասեմ, խալադելնիկ, սարդարան չեմ ասում, էլ ինչ ասեմ, և տես բաներով ուրախանում ենք, ավտո, լավ ունեցեք, մեղք չի, բայց հետո, իմ ուրախությունը ներսից է, եթե ներսում չկա ուրախություն, դրսից որևէ բան քեզ չի ուրախացնի, ժողովուրդ։ Եվ մարդիկ խաբվում են, ահա, լտեսի, այս ռայոնը իմն է, այս սաղտները ես եմ շինել, լավ ես արել, բարով վայել ես։ Հետո, ներսդ ուրախություն կա, Այն խաղաղությունը, որ Հիսուսն ասավ, ես տալիս եմ ձեզ իմ խաղաղությունը, ոչ թե այն խաղաղությունը, որ աշխարհն է տալիս, այլ այն խաղաղությունը, որ ես եմ տալիս։ Դու ունես այդ խաղաղությունը քո մեջ։ Դե ասա տեսնեմ, շքան պետք է 10 որ գնես, ունենաս, ասա ում ասենք այսքան փող ունես, տուր առել է այդ խաղաղությունից, ասա, չկա, անհնար է, որովհետև բաներ կա, որ չի վաճառվում, հավատքով է տրվում, ամեն, և չկա որևէ մի բան, որ համեմատվի այն փրկության հետ, որ հավատացյալին տրվում է Հիսուս Քրիստոսի հավատալուց, այո, մարդու վստահությունը դա շատ կարևոր է, և երբ որ մարդը սկսում է արդեն երկենցաղ կյանք ապրել, կորցնում է վստահությունը, գալիս է խղճմտանքը, սկսում է կրծել, թողեք այդ խաղը, ամեն ինչի հետ, ես քրիստոնյա եմ և վերջ, Ռուբիկ եղբայր չես սայթակում,
Դոս այդակում եմ քեզանից շատ, բայց հասկանում եմ, որ ցեխի մեջ պիտի չմնամ։ Հասկանում եք։ Այս աշխարհում չարություն կա, այս աշխարհում փորձություն կա, սատանա կա վերջապես, եւ ամեն մեկս անցնում ենք մեր փորձությունը։ Անկեղծ ասեմ, այսօր առավոտյան մի բան էի մտածում, չգիտեմ, չասեմ, ավելի չկոնկրետացնեմ, մի բան էի մտածում եւ հետո հանկարծ ես հավատում եմ, որ ես այդպես բարձրագործ արտահայտություններ չեմ ուզում անեմ, բայց հավատում եմ, որ Տիրոջ Սուրբ Հոգին էր այդ պահին։ Ես մտածում էի, վերջ, իմանցած, իմանցնելիք, դժվարությունները այստեղ, այնտեղ։ Հետո հանկարծ մի հատ միտք է գալիս։ Դուք ուզեիք Պողոսի խայթոցն ունենայիք։ Բայ մեղա քեզ։ Չէ, չեմ ուզենա։ Գիտեք Պողոսի խայթոցը որն էր։ Ինքը մինչև երրորդ երկինք էր գնացել եւ գրված է, որ սատանայի հրեշտակը բռունցքով ինձ ծեծում էր։ Ես չգիտեմ ամեն խփելուց նակաուտելու մեր թե չէ։ Հասկանում ես։ Ամեն մեկս մեր ճանապարհն ենք ասում եւ սատանան ուզում է քեզ ասի, քո ճանապարհը էդի դարդս պատմեմ կուլան սարեր։ Սուտա։ Ամեն մարդ իր դարդն ունի, ամեն մարդ իր ցավն ունի, ամեն մարդ իր ճանապարհն ունի, ամեն մարդ իր խայթոցն ունի։ Ռուբիկն էլ իրանը։ Մի նվնվատար։ Մի նվնվատար։ Լսում եք։ Էլ չլացեք։ Տար, անցի ճանապարհդ, հավատքով անցի։ Դժվարը լացելով անցի։ Աստծո առաջ աղաղակելով անցի։ Ես արել եմ, ելի եմ անում։ Եվ չեմ ամաչում։ Որովհետև քանի մարդ էստեղ կամ ուղեղ պիտի չունենա, որ հասկանա թե ինչ կա ստեղ։ Կամ էլ եթե ունենա առանց Աստծո աղաղակելու չի կարող ապրի։ Մենք հենց այդ էլ անում ենք։ Հենց այդ էլ անում ենք։ Ամեն։ Ամեն։ Այնուհետև մարդը կարող է կորցնել իր վստահությունը։ Ես արդեն ոնց արագացնում եմ, մանրամասը չեմ կարող խոսել, գիտեմ, որ սրան չեմ անդրադառնա, այլ դրա համար արագ ասեմ։ Մարդը կորցնում է վստահությունը, կորցնում է վկայությունը եւ կորցնում է հեղինակությունը։ Եվ մի պատմություն կա, կորեական պատերազմի ժամանակ, դա անցած դարի 50-ականներին տեղի ունեցած պատերազմը, որտեղ նաև ամերիկական զորքերն են լինում եւ երկու ընկերներ պատերազմի այդ տարածքներում են, Կորեայում են, կյանքը արժեք չունի, ոնց պատահեց, որքան ճարեցին սպիրտային խմելիքներ կխմեն, հանկարծ եթե ուրիշ բան պատահի կանեն, սահմանափակում չկա։ Եվ հանկարծ այդ ընկերներից մեկը մի օր դուրս է գալիս եւ մի տուն է մտնում, երևի փնտրի թե ինչ, տեսնում է, որ 30 հոգի սառած են, ձմեռալինում եւ 30 աստիճան ցուրտ։ 30 հոգի, չգիտեմ, վզները կտրած ու քարացել են, դարձել են խալադելնիկի մեջ, սառնարանի մեջ, որ ինչ որ բան եք դնում, միս եք դնում, դուրս է գալիս տեղից, հասկանում է, ոտերի տակից հողը գնում է, գալիս է նստում է ձեռքը, գլուխը այդ ձեռքերի մեջ առած, մեկ էլ են մյուս ընկերն է գալիս, ասում է ինչ ես անում, ասում է մտածում եմ, ասում է հետարքիր է, մտածել էլ գիտես, ասում է կարծես թե ինչի մասին ես մտածում, ասում է Աստծո ու հավատքի մասին, ծիծաղում է, ասում է դու ինչ կարող ես իմանալ կրոնի, Աստծո հավատքի մասին, ասում է դու ինչ կարող ես իմանալ, ասում է, ես ձեռնադրված ծառայող եմ եղել, չհասկացաք, և այս մարդն ասում է դու իմ հանդիպած ամենավատ մարդն ես, ամենադաժան մարդն ես և ես քեզ հետ ոչ մի կապ չեմ ուզում ունենամ, գնա, վերադառնում է, պատերազմ ավարտելուց վերադառնում է և դառնում է միսիոներ, այն մարդը կորցրեց իր վկայությունը, մի կորցրեք, դու ծառայություն ունես, մտածեցիր, ես արժանի, որ գոնե, չգիտեմ, գոնե տարածքային հոյվ լինեի, իսկ ինձ խմբակ են տվել, դրան դու այդ խմբակին էլ արժան չես իմացի,
Ներողություն եմ խնդրում։ Մեծագույն հարգանքով մենք լիքը ծառայողների կարիք ունենք։ Ձեր տեղը զբաղացրեք, ձեր վկայությունը պահեք։ Այստեղ քանի հենց այստեղ, հենց հիմա ներողություն։ Ես ոչ մեկի մատնացույց չեմ անում։ Քանիսը կային, որ մի ժամանակ ակտիվ ծառայում են։ Ինչ պատահեց ձեզ, բարեկամներ։ Անպատիվ երևաց ձեզ։ Ինչ պատահեց։ Մտածում եք եմ պարգևատրումի ժամանակ քո պսակը կուզենաս վերցնես, բայց էլ չի լինի, որովհետև գնացել է, կորցրել ես։ Մի կորցրեք ձեր պսակը, ձեր վստահությունը, մի կորցրեք ձեր վկայությունը, մի կորցրեք ձեր հեղինակությունը, մի կորցրեք ձեր ուրախությունը։ Դավիթը մի օր աղոթում էր ու ասում էր. Քո փրկության ցնծությունը կամ ուրախությունը ինձ վերադարձրու եւ կամավոր հոգին թող հաստատվի։ Կորցրել էր։ Երբեմնի Աստծո մեծագույն Սաղմոս 2-ն կորցրել էր, ինչու էր կորցրել, գիտեք։ Մեղք էր գործել։ Հեռու մնացեք։ Ես արդեն մի 3-4 բանի մասին ասեցի, պետքա վերջացնեմ ուղղակի։ Ահա շուտով գալիս եմ եւ իմ վարձը ինձ հետ է, որ ամեն մեկին հատուցանեմ իր գործերի պես։ Վարձք կկորցնեք, վարձք։ Մարդիկ արել են ու հանկարծ դադարել են։ Մի դադարեք, գնացեք։ Մրցանակը։ Չգիտեք, որ մրցասպարեզի մեջ բոլորն են վազում, բայց մեկն է մրցանակը ստանում, այնպես վազեք, որ դուք ստանաք։ Եվ ով մրցում է ամեն բանից ժուշկալ է լինում, նրանք իհարկե մրցում են, որ մի ապականելի պսակ ստանան, իսկ մենք անապական։ Ուստի ես վազում եմ ոչ թե աննպատակ, մարտնչում եմ ոչ թե օդին հարվածելով, այլ իմ մարմինը ճնշում եմ եւ հնազանդեցնում, որ չլինի թե ուրիշներին քարոզելով ինքս անպիտան գտնվեմ։ Ալելույա, ալելույա, ալելույա։ Կարող ես կորցնել քո առողջությունը։ Ասում մանրամասներ չեմ ասում, որովհետև հասկանում եք, ես շուռ եմ տալիս։ Կարող ես կորցնել քո առողջությունը։ Այո, հնարավոր է դա անել։ Առաջի Կորինթացիս 11-րդ գլխի 26 եւ 32 համարներում կարդում ենք։ Ես եկեք չկարդամ, որ ասում է քննեք ձեր անձերը, դրանից հետո նոր հաղորդության մասնակցեք, որովհետև անարժանությամբ ուտողը եւ խմողը իր անձի համար դատապարտություն է ուտում եւ խմում, որ չի վերաբերվում հարգանքով Տիրոջ մարմնի խորհրդին։ Դրա համար ձեր մեջ ինչ կան, շատ հիվանդներ կան։ Ռուբիկ եղբայր, դու կորցնում ես քո լսարանը։ Ես գտնում եմ ճշմարտությունը։ Ավետարանի մեջ է գրված, թե ես եմ գրել։ Այն պատճառով, որ մարդը չի գնահատում Տիրոջը, չի գնահատում ձեռք բերած փրկությունը, որ Հիսուսն իր կյանքի քնով տվեց։ Ոմանք հիվանդ են եւ հետո ինչ ա լինում, ոմանք էլ մեռնում են։ Օրբիկ եղբայր, մի քարոզի, լավ բան քարոզի։ Այն ինչ որ գրված է, սկզբից դրա համար էի պատրաստում ձեզ։ Մենք պիտի ամեն ինչի մասին խոսենք։ Այն ինչ որ գրված է, ես հավատում եմ, իսկ այն ինչ որ սկսում են մեկնաբանել, փիլիսոփայել, ծակ պրոֆեսորություն անել, ասում եմ հեռու գնա։ Էս կկորցնի, այն կկորցնի։ Շատ պարզ գրված է, կկորցնի առողջությունը։ Ես 99 թվականին շատ հիմնարար կորցրեցի իմ առողջությունը։ Շատ հիմնարար։ Եթե քո տնեցիներին ասում են գնացեք վատ բանի պատրաստվեք, այդ նշանակում է գնացեք դագաղ առեք, դագաղի փող, բան, վերջ էլի, գերեզմանի տեղ։ 99 թվականին, ընդամենը 45 տարեկանում, ես պիտի կնքեի իմ մահկանացուն, և ես գիտեմ թե ինչու։ Այն ժամանակ ես հոգևոր հովիվ էի, էլի ծառայում էի, բայց մեր անելիքը, ով է ճիշտ, ով է սխալ, ես ճիշտ եմ, դու սխալ, Ամեն։ Հիմա արդեն 27 տարի է, ես հետևողականորեն ուզում եմ վերականգնեմ, հələ որ վերականգնում եմ, որ ոտի վրա մնամ, դեռ ծառայեմ ձեզ։ Ամեն։ Ամեն։
Ինչ որ մեկն կարող հանկարծ ասի, դաթարի, չեմ դաթարելու։ Կատակում եմ։ Կարող ես կորցնել քո օրհնությունը, օրինակ կա, ով ժառանգությունը, Եսավ, Հակոբ, ամեն։ Գրված է այդ մասին Եբրայեցիս 12:16-17, որ որևէ մեկը չլինի պոռնիկ ու պիղծ ինչպես Եսավը, որ մի կերակուրի համար իր անդրանիկությունը տվեց։ Գիտեք Սուրբ Գիրքը այսքան խիստ է գնահատում։ Մեզ թվում է, թե այս բառերով բնութագրում են նրանք, ովքեր վատ վարքի տեր են։ Եթե դու կարևոր բանը շատ էժան գնով ես ծախում, նույն պիտակը քո վրա է կպնում։ Այս ավետարանն է կպցնում, ես չեմ։ Թանկ բաները մի ծախեք։ Այո, կկորցնես նաև ժառանգությունը։ Հիսուս երբ որ գա, հաստատի իր հազարամյա թագավորությունը երկրի վրա, ոմանք կորցնելու են իրեն ժառանգությունը։ 5 տվեցիր, 5-ն էլ բերեցի։ Մտի քո հոր ուրախությունը 10 քաղաքի վրա եղի։ Մտի քո հոր ուրախությունը 5 քաղաքի վրա եղի։ Առեք ձեռից այդ ժառանգությունը, իրան չի ասնում։ Այդ մեկն էլ առեք։ Ես չեմ ուզում ոչինչ կորցնեմ ես, եւ ձեզ հորդորում եմ ոչինչ մի կորցրեք։ Պահեք այն ամենը, որ Աստված տվել է ձեզ փրկությամբ։ Դուք Քրիստոսի ժառանգակիցներն եք։ Դուք Աստծո որդիներ եք։ Ամեն։ Այո, պետք է այստեղ կանգ առնեմ, որովհետև ժամանակս ոնց որ թե վերջը շատ արագացրեցի, շատ բաներ չասեցի, կիսատ մնաց, բայց ոչինչ։ Գլխավորը ես փորձեցի հասկացնել ձեզ։ Հիմա իմ սիրելի քույրեր եղբայրներ, 2 րոպե ձեզանից ժամանակ եմ ուզում։ Շատ ուշադիր լսեք հիմա։ Եկող կիրակի օրը Հայաստանում տեղի են ունենալու ընտրություններ։ Սա առաջի անգամն է, որ ես այս մասին խոսում եմ, այս ընտրությունների հետ կապված, որովհետև եկեղեցին քաղաքականության մեջ չկա եւ եկեղեցին որևէ մեկի օգտին քարոզություն չի իրականացնում եւ չի անելու երբեք։ Բայց որոշ բաներ կա, որ ես դες պետք է ասեմ։ Մտածեք, ինչ համակարգի, ինչ արժե համակարգի հիմքի վրա է լինելու քո ընտրությունը։ Նախ բոլորդ գնացեք ընտրեք։ Եվ Աստված մի արասցե, եթե հանկարծ մեր մեջ հայտնվի մեկը, որը գայթակղված լինի առաջարկով, եւ այն 30 արծաթի նման ինչ որ բան վերցրած լինի։ Անեցք մի տարեք ձեր տները։ Ամեն։ Գնացեք ձեր։ Այո, փառք Տիրոջը։ Դուք թանկ գնով եք գնվել, թանկ գնով եք գնվել։ Թանկ գնով, Քրիստոսի արյունն է քո փրկության գինը։ Եվ մեկը գալիս է ուզում է ինչ որ մի, լա թող լի 100,000, 200,000, 500,000 գնի քեզ։ Ես կամաչեմ, եթե հանկարծ մեկը լինի։ Կամաչեմ, խայտարակություն կլինի։ Գնացեք, ձեր ընտրությունն արեք։ Բայց արեք, նորից եմ կրկնում, ինչ արժե համակարգի վրա ես դու քո հետևությունն անում։ Օրինակ ով եմ ես, ինչու ես ուզում ինձ ընտրես։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Եվ ես ձեզ առաջարկում եմ, որ հիմա մի աղոթք պիտի անենք։ Դուք համաձայն եք, որ աղոթք անենք, որ Աստված չարագործների ձեռքը բռնի։ Չարագործի անունը Ռուբիկ կլինի, թող բռնի։ Չարագործի անունը Սպարտակ կլինի, թող բռնի։ Համաձայն եք։ Լսեք, մենք պատասխան պիտի տանք Աստծո։ Չարություն չանեք, շահատիդական որևէ նպատակով չծախվեք։ Ում ուզում եք ընտրեք, իսեր Աստծո։ Բայց նորից ասում եմ, համոզված եղի, թե ինչու պետք է ձայնը 10 Ռուբիկի օրինակ։
ով այդ Ռուբիկը։ Ինչ արժե համակարգ կրողը։ Աղոթենք թող Աստված իր կամքը իրականացնի Հայաստանում։ Մենք այս երկրի քաղաքացիներ ենք։ Ես սիրում եմ Հայաստանը։ Ես հայրենասեր եմ, որովհետև ամեն քրիստոնյա պիտի լինի հայրենասեր։ Ես արդեն ասեցի, որ մենք 7 եղբայրներ ենք, գոնե 4-ը 5-ը կռվել են։ Ասածս հետևյալն է, մենք չենք վաճառվում, որովհետև թանկ գնով ենք գնված, արժանապատվությունը մեր անգամ պիտի խիստ վիրավորվի, եթե մեկը մեզ ինչ-որ բան առաջարկում, հասկանում եք, աղոթենք թող Աստված չարագործների ձեռքը պահի, աղոթենք թող Աստված խաղաղություն տա մեր երկրին, որ արդեն տվել է։ Եվ մենք ամեն ինչ անենք, որպեսզի արդեն Աստծու տված պարգևը, խաղաղությունը, որ կա, մնա հավիտյան։ Ավել բան չեմ ասելու, կարծում եմ բավարար ասեցի։ Ես իսկապես չեմ հավատում, որ այստեղ նստածներից մեկը, եթե մեր եկեղեցուցա, հանկարծ մեկը այդպիսի անմտություն արած լինի, չեմ հավատում, բայց ամեն դեպքում, ասեմ կարող է մեկը, որ առաջի անգամ է եկել և այլն, կամ այստեղ հետևում են, երկու աչքեր կա, մեկն էլ ընդեղ հետևում են, ասեմ նրանք, ովքեր արդեն արել են, Հուդան երբ որ 30 արծաթով ծախեց փրկչին, այդ ինչ համեմատություն ես անում, իմաստը նույնն է, հետո երբ որ հետևանքը տեսավ, զղջաց, տարավ, քցեց, բայց այդ ովքեր գնել էին Հուդային, ասեցին մեզ ինչ, մենք այդ արյունից անպարտ ենք, տեսնում ես, տարեք, քցեք, թե չէ լինելուց հետո զղջակ ումա պետք, գոնե մաքրեք ձեզ, եթե կա, ես չգիտեմ, չեմ հավատում, ասում եմ, իսկապես, ամոթ կլինի, որ այսքան տարի ես քարոզել եմ, սովորեցրել եմ արժե համակարգ, արժանապատիվ կյանք, Հիսուս Քրիստոսի, քրիստոնեական կյանքը ամեն արժանապատիվ կյանքն է, ամեն արժանապատիվ, կմեռնեմ, բայց իմ սկզբունքից մի կետ, մի միկրոն չեմ զիջի, ամեն, ամեն,